Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորի։ Ես առաջարկում եմ մի փոքր զրուցենք, երևի այդքան հենց կոնկրետ թեմայով չէ, այլ ընդհանրական ու կարծում եմ այդ ընդհանրական զրույցները շատ կարևոր են, մանավանդ որ եթե լինում են օրինակ հարցեր, թեմաներ առաջարկվող, կարելի է դրանց մասին նույնպես խորհել, ինչու ոչ։ Տեսնում եք, մեդիա տիրույթը կարելի ասել համացանցերը հատկապես համացանցային տիրույթը պայթում է եւ երևի արդեն տեսնում եք եւ տեսանել է ձեզ նույնպես թե ինչքան են լցվել տարատեսակ անվանումներով կայքեր ու ամեն մեկ ինչ որ մի բան գուժում է հավատացնում եմ ձեզ որ այս բոլոր գուժողները պախարակողներն ու թիրախավորող կայքերը բոլորը ուղղորդում են մեկ գրասենյակից կամ մաքսիմում 2-3 նաև ենթաշտաբերից եւ որքան աղմուկը մեծ է այնքան շատ ավելի լավ են ուրեմն տրորել նրանց ոտքը եւ նրանք մտել են կարելի ասել կենաց մահու կռվի մեջ եւ այո այս այն դեպքերից է նաեւ որ կարող են մեզ բոլորի շնորհավորել այդ մենք չենք հերթական անգամ կենաց մահու կռվի մեջ հենց իրենք են կենաց մահու կռվի մեջ անգամ տեսանելի են որոշակի ինքնահրկիզման դեպքեր փոխաբերական իմաստով, հա, պայթում են արդեն, պատռվում են մեջտեղից, չգիտեն էլ ինչը ստեն, ինչը փոխեն, ինչը ձևակերպեն, վերափոխեն։ Եվ ես մի փոքր խորքից գամ, ուրեմն ժողովուրդ ջան, տեսեք, այս երեկվա եթերս, որտեղ որ անդրադարձել էի նաև Արշակ Զաքարյան Կոչեցյալին, ասեմ, որ շատերիդ համար կարող է թվալ, որ նա երկրորդական կամ անգամ հինգերորդական թեմա է, անձնավորություն է, ու տենց երևի կարևոր մեկը չի, չարժի այդքան խորանալ եւ այլն։ Բայց չգիտեմ ուշադիր եղել եք թե չէ, ես անկարևոր բաներին այդքան էլ շատ ուշադիր կարող անկարևորները ընդհանրական բանով ասեմ, բայց եթե անունով խոսում եմ, ուրեմն այդտեղ մի բան կա։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մատս մցրել եմ մեղվի փեթակը։ Նախ միանգամից ցույց տվեցին իրենց ֆեյքերի մոտավոր քանակությունը, որովհետև այս որորդ օրնա մենակ այն լրիվ տկլոր էջերա, որ բլոկում եմ ու բնականաբար այդ բոլորի ձեռագիրը նույնն է, ես տեսնում եմ որտեղից են դրանք։ Իհարկե մի 2-3-ը հանդիպել են իրաց դեմքով եւ իրենց գրառման հետևանքով ես զգուշացնեմ այդ անձնավորություններին, հնարավոր է այս եթերը նայեն, դուք չեք էլ պատկերացնում, թե ոնց եք ընկել իմ ձեռքը, դուք չեք պատկերացնում, ոչինչ։ Էլի եղել է դեպքեր, որ մարդիկ են եղել, որ չեն պատկերացրել, ոչինչ, բան չկա։ Ուրեմն ասեմ, այս սրիկան այնպես չի, որ մի 1000-որդական երևույթ է, ոչ, հավատացեք, ամեն մի անկապ մեկի հետ Քոչարյանի դուստրը բիզնես չէր ձեռնարկի եւ խոսքը միայն բիզնեսը չի էս պարագայում ես արդեն ահագին տվյալներ ունեմ, շատ տվյալներ նրա սև մութ գործերի մասին, որը ուղիղ մեր այո տեսակին եւ մեր ինչու ոչ պետականությանը նույնպես վնասել է եւ կամ կվնասի։ Թույլ տվեք առայժմ շատ մանրամասներ չբացեմ, բավարարվենք առայժմ նրանով ինչ որ ունենք, իսկ այդ Ամերիկայի ոյաժները այդ դեպքերը որ եղել են, այնպես է որ դրանք այնքան էլ վերջացած բաներ չեն, կարծես թե։ Ու սրանից շատ հեռու չգնանք լավ։ Իհարկե ինչ որ չար լեզուներ ասում են հոկտեմբերի 27-ից հետոյի գործողությունների հետ է որոշակի կապեր հնարավորավոր ունի, բայց որոշ իրավիճակների համար, բայց սա նույնպես դնենք մի կողմ։ Պարզապես Արշակին Զաքարյան կխնդրեմ, խնդրել որն է, ասում եմ քեզ ուղիղ, այդ տղա, այդ թուլլեկիդ, գյամերը քաշի ու սպասի, խելոք սպասի։ Այս քո համար հերթական նենց մեկը չենք, որ դու կարաս ոնց ուղակի չերեզներով սպառնալիքներով մի խոսքով դու չես պատկերացնում դեռ լավ կլինի ամեն ինչ շատ լավ կլինի ուղակի մեզ համար այդքան մի վատացեք խառնվեք իրար ես գիտեմ որ կողքերն եմ խփել էլի ոնց որ ասում մանրից մեր տներին են մոտենում բայց այս անուն ազգանունը եթե դնենք մի կողմ պիտի անդրադառնանք երևույթներին ժողովուրդ ջան ինչա ստացվում է որ մարդասպաններ հանցագործներ երկրից փախած հետեկացներ, հետեկած հետո էլի փախածներ, դատապարտյալներ, կիլլերներ, չգիտեմ ինչ է, եկել են մեզ սովորեցնում են, թե ինչպես է պետք մտածել հայրենիքի մասին եւ իրենք որքանով են իսկական հայեր։ Մի հատ եկեք նայենք նրանց գրառումները, նայենք նրանց հայտարարությունները, մոտեցումները ու հասկանանք, էլի, այս դուք այդ ո՞նց եղավ, որ դուք եք, դուք ո՞նց կարաք լինեք հայի
կերպար, հայ մարդու կերպար։ Ես առհասարակ շատ չեմ սիրում այստեղ մտնել, ես եթե մտնում եմ այս տեսակ զրույցների մեջ, ապա ինքս ինձ հետ եմ ավելի շատ խոսում, իմ մտքերով եւ այլն, փորձում եմ ինձ պայել այնպեսին, որ կողքից մեկը ուրիշ ազգ եթե տեսնի, հայերի մասին լավ կարծիք կազմի, այսքանը։ Իսկ մնացած առումներով ես ավելի իմ պետությանն եմ վերաբերվում ու պետության քաղաքացիներին հավասարաչափ։ Նենց որ այս սուտի հանցագործներին, ովքեր հաջողել են որոշակի միջավայրում լաբորատոր պայմաններում բուծվել, խորհուրդ կտամ ձեզ դինչ պայեք ու եթե ունենում եք ինչ-որ հարցադրումներ, հարցեր, հակասություններ, ապա կարող եք շատ կուլտուրնի ձևով ձեր մեկնաբանությունը թողնել, իզուր տեղիք չտալ, որպես ես մեսենջերով, հետո առանձին նամակով հիշեմ ձեր ունեցած չունեցածը։ Սա էսպես։ Հիմա տեսեք, ինչի օրինակ, հա, բերեմ, որ հասկանալի լինի, ես հայի կերպար ասացի վրա, այս հանցագործների պատկերացրած հայի կերպարի վրա։ Տեսեք, պատկերացնենք, դե դրանց մեծ մասը կամ քոչարյանական է, կամ սերժական է, չէ՞, մի հատվածներ լևոնական։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ այս երեքից մեկն է պրեզիդենտը կամ վարչապետը, ու հայտարարություն անում, ստեղն է հասնում, ասենք թե, էլի, ինքը տենց անկախոտ է, էլի, Ռուսաստանից շատ չեն վզից բռնել, ու ասում է Կատրին Սիսյանն, ոչ մի չարիքա ու ազգային անվտանգային խնդիր։ Արա, ձեզանից որևիցե մեկը հելնելու եք ու տես լաբավոյ գնայիք դեմ, հա, տես երկրիկ եք, ովայ նսի, կիտիք տենժեք, ինչու եկեղեցու դեմ, սես բաներ եք կրիվեր եք սկսելու, խելոք ուլի պես նստելու եք ձեր ուգլերը, գլուխները տմտմբացնու եք, դե որ ասում է, ուրեմ մի բան գիտի, չէ, տենց չէ լինելու, որևիցե մեկը դեմ չէիք հելնելու, որևիցե մեկը չէիք մտածում լուվջ եկեղեցու մասին, որովհետև դուք էլ շատ լավ գիտեք, թե եկեղեցին ինչ օրնա բերել հասցրել Կտրիշ Սիսյանը յուր ագենտուրայով եւ այլն։ Հիմա էլ, ինչա, ասում է բանը, Եզրաս Սրբազանը հերքեց իր մասին տարածվող տեղեկությունը, որ ինքը ո՞նց է հերքել։ Ինչ է արել, որ հերքել է։ Դուրս էր եկել, ինչ-որ, չգիտեմ, ծիսակատարություններ անում, այդ պահին մեկ ասում է, Սրբազան, ձեր մասին էսպիսի բան են ասում, դա ճիշտ է, բայց հետո կեղծ է։ Վերջ, հերքեց ախպեր, հերքելով, հա, դատարան, մատարան, այս փաստաբանների պալատի 90%-ով ձեր ջահելներն են, բամիաթելը բրտեք գործ, այս ինչ մոմենտ է, խի բանի, ագենտի մասին պաշտոնական տվյալը, տես կեղծ է ասել անցնելով, հա, հիմա էլ տպա, նա հերքել է, նա հերքեց ասած, կեղծ է դա, չէ, հա, Ամեն մեկը հիմա դուրս է եկել, մենք հայերով պաշտպանելու ենք մեր եկեղեցին հրոսակախմբից։ Հրոսակախումբը վեհարանում նստած է, հենց որ ի՞նչ է մնացել։ Կամ կարակ աջակցեք եկեղեցին մաքրելու process-ին, որը մեր պետության անվտանգային խնդրի է վերածվել, որի միջոցով մեր պետության մեջ հարցեր փորձում կամ կապիկություն մի արեք, ասեք ախպեր, մեր քաղաքական օրթախնա, մեր քաղաքական ախպերն է պաշտպանում ենք, սատարում ենք, լավ ենք անում, որովհետև մյուս կողմից, երբ որ դուք ձեր քաղաքական լավ ախպորը սատարում եք, անունը դնում եք, թե իբր դուք եկեղեցի եք բրգում, դուք դրանով նվաստացնում եք Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը մեր իրականությունում, այս դրանով դուք ավելի եք վնասում մեր եկեղեցուն, ցանկացած գործողություն կկարենա վնասի։ Այստեղ է խնդիրը։ Հենց այստեղ, եթե դուք ընդունում եք, որ նա քաղաքականացված է, դուք չեք կարող ասեք չենք ընդունում, գոյություն չունի, դուք չեք կարող դա ասեք։ Ձեզանից որևիցե մեկը քիչ թե շատ sense հանրային դեմ չի կարող ասի, որ չի ընդունում դա, որովհետև հիմնավորումները աչք են ծակում։ Սկսած 21 թվականի կոնսենսուս -1 քաղաքական դիրքորոշումից Կտրիշ Սիսյանի, սկսած բանը վեհարանում Հայաստան Դաշնքի ֆլայերները փակցնելուց, սկսած նրանից, որ անգամ Արման Բաբաջանյանը հայտարարություն էր արել։ Այդ ժամանակ էլ էր արել, ընտրություններից հետո էր, եթե չեմ սխալվում, կամ առաջ, այդ ժամանակ էլ էր արել, այս վերջերս նորից թարմացրել է։ Մարդը, հիմա դուք ուզում եք ընդունեք Արման Բաբաջանյանին, չեք ուզում, մի ընդունեք, ուզում եք անցալեք նրան որպես օպոնենտ, թուրք, թշնամի, ըստ ձեր ամենատարբեր ձևակերպումներից, ձեր գործն է։ Բայց մարդը, ով կուսակցության ղեկավար է, ու դուք քաղաքական դվիժուխաների մեջ եք, էլի, բառացիորեն ասում է, որ ինքը եւ Անդրանիկ Քոչարյանը, այսինքն ուրիշներ կա մարդել է եղել, էլի անկախ նրանից ոնց եք ընդունում ոչ չէ։ Հանդիպել են կաթողիկոսի հետ 20 թվականին պատերազմից հետո, խնդրել են նրան, որպեսզի նա իր կապերը, իր քաշը, վեսը օգտագործի կապվի Պոլսո պատրիարքի հետ, ով Էրդողանի հետ ունի բնականաբար այդ երկրի եկեղեցին, ասենք ո՞նց է Եզրասը Ռուսաստանում ռուսական FSB-ի ու բանի հետ լավ ասենք ագենտ չի, պրոստը տես հարաբերություններ ունի, նույնը նա Թուրքիայում Բերանացի հեսա կասեմ Արսեն ջան, Բերանացի ասում է մի հատ թող խնդրի մեր գերիների հարցով,
դուք այստեղ ճղում եք ձեզ մեր գերիները, այդ գերիների հարազատների կյանքն եք ուտում, ատելություններ որ սերմանում եք, պարզվում է որ այնտեղ Կտրիշ Ներսիսյանը ասել է ես այսօրվա իշխանություններին չեմ աջակցի, Քոչարյանը կլինի նախագահ, կասեմ։ Այսինքն պայման է դրել, քաղաքական պայման, քաղաքախուլիգանական պայման, որ իր ուզած սրտի ղեկավարը լինի, գերիների հարցը կլուծեն, չէ։ Դուք իմի դուրս եք եկել դրան եք սատարում, սատարեք ապել, սատարեք, բայց ամենը մի դրեք, ու մեզ ստեղ մի ինչ-որ դերասանություն արեք, թե դուք բավիջիցելի եկեղեցին, դուք եկեղեցին կործանողների ցմեկնեք ու այդ ջրաղացին ջուր լցնողներով եւ իր ամեն ինչով։ Սա է խնդիրը։ Դուք ոչ գերիների մասին եք մտածել, ոչ արցախցիների մասին եք, արցախցիների մասին է Կտրիչովը, ասում է նա խոսում էր Արցախի իրավունքների եւ գերիների մասին, դրա համար Փաշինյանը նրա դեմ դուքս է։ Երբ հա խոսել Կտրիչը գերիների մասին։ Ուզում եք ես ձեզ ասեմ, ուղիղ ասեմ։ 25 թվականին Շվեյցարիայում։ Վերջ։ Իտո այդ ամբողջը ցույց չեն տվել, ինչ որ ասում են, որ տես բան եղել է։ Շվեյցարիայում Ռուսաստան 100 անգամ գնացել եկել է, մեդալներն էլ ստացել է։ Մի հատ գերիների մասին բան ասել է, որովհետեւ տարածաշրջանի հեգեմոն պետությունը մեր ռազմավարական գործընկերն ու արցախցիների բանն էլ Ռուսաստանն էլ։ Ասել է կեսբերան։ Ինքը Պուտինը Փաշազադեն 3-ով հանդիպում են ունեցել։ 3-ով ունեցել են հանդիպում։ Կտրիչ Փաշազադե Պուտին 22 թվականին։ Ասել է գերիների մասին մի բառ։ Արցախի մասին, արցախցիների մասին, Արցախում այդ մշակութային օջախների, մեր եկեղեցիների մասին մի բառ ասել։ Գիտեք ինչ, երբ որ պետք չի, պետքա ձեզ, ասում եք, բանա, պետությունն իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին, իսկ եկեղեցու ներքին գործերին ոչ ոք չի խառնում, պետությունը չի խառնվում, ասում ձեզ այդ իմանաք էլի։ Հա, իրավունք չունի, ճախում եք ձեզ։ Որովհետև իրավունք չունի, հենա եկեղեցիներն են մնացել են, ով որ իրավունք ունի, թող գնա տեր կանգնի։ Եթե գնանք ձեր լոգիկայով, հասկանում եք։ Իհարկե ես այդպես չեմ կարծում, բայց դուք եք այդ լոգիկան առաջ բրդում։ Տարակ հանձնիկ Արցախը հիմի դարձավ, որ եկեղեցիները, պետությունը, բան, երբ չհասկացան։ Իմիջիալով Արցախի արցախցիների անվտանգության երախշխավորն եք 20 թվականից հետո Ռուսաստանն է եղել։ Սա չեք կարա, ինչքան ուզում եք կրկնեք չի լինելու։ Հիմա այ ժողովուրդ տեսնում եք, չէ՞ Պարսկաստանում ինչա կատարվում։ Այնտեղ լինելու է եղապոցությունը։ Չգիտեմ, այս պապիտքից թե կճնշվի այս փորձերը հետո, բայց չեմ կարծում կճնշվի հասնել կլինի երևի, որովհետև արդեն Ամերիկան իր ամենակարևոր զենքն է խոդի դրել, ոնց որ ասած, իր պավող թագաժառանգն է արդեն խառնվել խաղին, այնուամենայնիվ, ոնց է կարծում, եթե այս Հայաստանը դեռևս մնար այն կարգավիճակում ինչ որ կար 20 թվականից մինչև 24 թվականը, հա, այսպես ասենք 24-25-ի սկիզբ։ Ոնց է կարծում, այս չլիներ նախաստորագրությունները խաղաղության եւ Իրանում այս տեղի ունենալիքի ֆոնին Հայաստանի սահմաններին կրակոցներ չեն լինելու, Ադրբեջանը չէր առիթավորվելու, Ռուսաստանի դուխ տալով իհարկե, տարածաշրջանը որպեսի բախումները պայթասեն տեկտոնիկ ծանր իրավիճակի հասցնեն։ Դա տեղի չէր ունենալու, բա որ դա տեղի չի ունենում հիմա։ Մեր ընկերն որ հարցնում էր իմ կարծիքը Արարատ Միրզոյանի մասին։ Արարատ Միրզոյանի մասին ես իմիջայլոց ունեմ շատ բարձր կարծիք, հարգելիս, ես ասեցի կանդրադառնամ, ունեմ շատ բարձր կարծիք ու կարծում եմ, որ արտգործ նախարարությունը մեր պետական ինստիտուտներից թերևս այս 5 տարիներին ամենահաջողակ ինստիտուտն է։ Հիմա թե անձնապես ինչ չկա, ես չեմ կարող ասեմ, բայց ես հակված եմ հարգելու թե Արարատ Միրզոյանին, թե դիվանագիտական բլոկի շատ ներկայացուցիչների եւ շատ այնպիսի ներկայացուցիչների, ովքեր ծանր մեծագույն աշխատանք են տարել առանց Երևալու, որովհետեւ դա այն ոլորտն է, որտեղ որ օրինակ, հա, եթե դեսպաններ կան, բան իհարկե դրանց մի մասը դեռևս ցավոք սրտի սրիկաներ են, այնուամենայնիվ նրանց հնարավոր է դարձել կառավարել։ Ուրեմն դեսպանները նախ քիչ են գնում բաների, դուք ասեք, հարցազրույցների, նրանց քիչ են ճանաչում։ Հետո նրանք ունենում են իրենց խողովակները, իրենց հնարավորությունները, ամեն ինչ են կարող բաց խոսել, որովհետև դրանք այլ բաներ են, էլի։ Բայց արդյունքում, ո՞նց պիտի գնահատենք, արդյունքով, չէ՞։ Արդյունքում մեր արտգործ նախարարությունը ահռելի աշխատանք է տարել, ես բնականաբար Արարատ Միրզոյանին հիանալի եմ վերաբերվում։ Թե ինչեր են բամբասում, ինչեր են խոսում, կներեք, ես չեմ սիրում մտնել այդպես էժան դաշտեր։ Իսկ ԱԱՑ-ը գործակալ լինելու մասին, Արսեն ջան, նայ։ Ուրեմն ես տեսել եմ ոնց է փորձում Վանեցյան Արթուրը ձեզ համոզել,
որ պակ գործակալ լինելը ու ԱԱԾ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ գործակալ լինելը նույնական են։ Ես տեսել եմ իր հարցազրույցը, անկեղծ ասած ապշել էի սկզբից, բայց հետո մի քանի րոպե անցնելուց հետո ասացի դե մարդը ընդեղի չէի կիսնա, բնական է սակասի։ Տես, ԱԱԾ-ի հետ ցանկացած մեկը հնարավոր է աշխատի։ Լինել ԱԱԾ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ գործակալ ես չգիտեմ, դա ինչքանով է սկանդալային երևույթ, ինչքանով չէ, բայց մի բան հաստատ է, որ եթե օրինակ մի քանի անգամ պես դեպք եղել է, որ ես ուզեցել եմ գնամ ԱԱԾ, ասեմ ինչ դեպք, ես հանրային մարդ եմ ու բնականաբար մեր թշնամիների խոշորացույցի տակ եմ, բնականաբար, ասեմ ավելին, ես տեսել եմ, թե ինչպես են իրենց ընդդիմադիրները, արտերկրում ապրող ընդդիմադիրները, իմ եթերները ադրբեջաներեն տակը թարգմանած իրար ցույց տվելով, շատ բան եմ տեսել, շատ բան, հանգիստ կարող ես նել, բնականաբար, եթե ինձ գալիս է ադրբեջանցուց գրառում, ասենք Messenger հավելվածով կլինի թե ոնց։ Ես արհամարում էի ամենասկզբից, բայց հետո, երբ որ ԱԱԾ-ն լուրջ հայտարարությունով հանդես եկավ, չգիտեմ կհիշեք թե չէ հայտարարությունը, ես մտածեցի այսպես, որ լավ, եթե տեսնեմ ինչ որ բան տպեր են, որ ուզում են մի բան, ես կգնամ սրանից հետո ԱԱԾ, ցույց կտամ դա, չէ՞, պիտի գնամ ցույց տամ, ասեմ նայեք, փորձ է արվում երևի ինձ վերբով կանելու կամ փորձ է արվում ինձ ներքաշելու ինչ որ բաներ։ Կարող է առաջին քայլերն են, որից ես կարամ չհասկանամ, որովհետև եթե դիմացինս պարապած է այդ իմաստով, բնականաբար այտենց ձկներ կարաբորսա։ Ես ինչ եմ, ես կգնամ ցույց կտամ, ԱԱՑ-ին ու նրանց հետ կաշխատեմ, ու նրանց հրահանգները այդ իմաստով բնականաբար կկատարեմ։ Եթե ասեն օրինակ լավ բլոկի թող գնա կբլոկ եմ կգնա, եթե ասեն լավ, այս sense պատասխանի մտի նամակագրության մեջ, բնականաբար կմտնեմ նամակագրության մեջ, ինչը որ ես վստահ գիտեմ, որ իմ ԱԱՑ-ի հետ եմ աշխատում ու իմ պետությանը դա վնաս չի հաստատ, ընդհակառակ օգուտ կարա։ Հասկանում ես, օգուտ կարա ինչ որ բան բացահայտելու, գտնելու, ճարելու եւ այլն։ Այսինքն քո պետության ԱԱՑ-ի հետ աշխատելը այդ իմաստով, երբ որ դու հանրային մարդ ես, առավել ես քաղաքական գործիչ ես, բանման, չեմ կարծում վատ բան է։ Բայց արտաքին նմանատիպ կառույցների հետ աշխատելը դա առանց չափազանցության ուղիղ իմաստով Հայաստանի Հանրապետության դեմ է։ Ես չգիտեմ, լավ եմ բացատրում, թե չէ, լավ եմ կարողանում եմ ասելիքս տեղ հասցնել, թե չէ։ Ըմբռնելի եմ նկարագրում։ Ասենք FSB-ի գործակալ լինելը ինչ է նշանակում, օրինակ, կամ թե FBI-ի գործակալ լինելը, մյուսի, չկենտրոնանանք, հա, արտաքին օտար մի երկրի Հայաստանի Հանրապետությունից բացի ցանկացած երկիր օտար երկիր է, օտար է։ Արտասահման է, որ ասում են։ Մի ժամանակ կար միջայլոց ես մի 15-16 տարեկան է երևի, բոլոր երկրներին ասում էին արտասահման, Ռուսաստանին ասում էին Ռուսաստան։ Ասում էր ուրա բարեկամդ Ռուսաստանը ասում չի արտասահման, կամ հակառակ, ասում էր արտասահմանը ասում չի Ռուսաստան։ Այսինքն ինչ որ բան կար մենտալիտետ, որ Ռուսաստանում են էլ արտասահման չէ։ Հայաստանի Հանրապետությունից դուրս արտասահմանը։ Հայաստանի Հանրապետությունից բացի ցանկացած երկիր օտար երկիր է։ Վերջ։ Հասկանում եք։ Հիմի լինել օտար երկրի գործակալ դա նշանակում է գործել քո պետության, պետականության դեմ։ Որովհետև այդ օտար երկրի ցանցը քեզ չի օգտագործելու քո երկրի օգտին։ Հասկանում եք։ Ընդ որում կարան մեծ հիանալի մարդիկ ու այնպես չի որ իրանք ամենօրյա կապի մեջ են, ասում են հիմա գնա զուգարան, հիմա գնա այս ինչ հարցին sense պատասխան, չէ։ Իրանք կարող է տարվա մեջ մի հատիկ մեծ կարևոր բանի վրա ասեն էսի sense։ Ու դու չես կարա դա չես։ Ընդ որում դու միջև չես էլ իմանալու իրանց պլանները ինչ ունեն կայանում։ Ուղղակի լսվելու ենք, ես տվալու է, որ դու քո պետության համար ես անում։ Էս է խնդիրը։ Հիմա գալ հարցնել ԱԱՑ գործակալը թե չէ, չգիտեմ, ԱԱՑ-ին երևի ես չեմ կարող դա իմանամ, մեկ, որովհետև դա գաղտնիության դոստոպի տակ պիտի որ լինի, ու եթե գաղտնիության դոստոպից դուրս է, ապա հարցում անելով կարելի է իմանալ։ Հասարակ բան ասեմ։ Մի քանի հոգի, այն ժամանակ ես հիշում եմ, որ Արարատ Միրզոյանն ասում էին գործակալ է, հա։ Հիմա եթե իրականում գործակալ է, իրանք պետական գաղտնիք են հանրայնացրել։ Եթե այդպես չի, այսինքն կամ գործակալը պետական գաղտնիք չի արդեն բաց ապա կարող է ցանկացած մեկը այդքան կայքեր ու TV-ներ ու ինչեր ու ասես ունեն, թող գնան հարցում անեն, պատասխան ստանան։ Ինչ որ բան եք կարդացել, բայց կասեք Արարատի կերծանունը, Արարատի գործակալը չի կերծանունը, չգիտեմ ցավը տան, Սամվել ջան, դու չես ասենք, դու լսում ես, ես չեմ խոսում։ Ես չեմ կարա նման բան պնդեմ, որովհետև այդ բամբասկոտությունը իմը չի, ես սիրում եմ մաքսիմում փաստերով խոսել, մաքսիմում։ Ու մի բան հաստատ է, որ Արարատ Միրզոյանը հիանալի իր ինստիտուտը աշխատացել է Հայաստանի Հանրապետության օգտին։ Վերջ։ Ու դեռևս մինչև հիմի այլ բան չեմ տեսել։ Ասեմ ավելին, նրա
փոխարտգործնախարարների կամ օգնականների մակարդակով էլ փոխարտգործնախարարի մակարդակով մի քանի անգամ արտերկրում ապրող մի երկու անգամ եմ առնչություն ունեցել արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ կապված մեկ-երկու դեպքով շատ բարդ դեպքերով իմիջայլով խնդրել եմ այդ մասով աջակցել կապի եմ հանել իրար հետ ու այդ մարդիկ կարողացել են շատ մեծ դժվարությամբ օգտակար լինել մի անգամ էլ եղել է որ չեն կարողացել հիմա ես դրանից ավել չեմ կարող այս բան հորինեմ հասկանում եք այս բաները չեմ զբաղվում բայց չգիտեմ ինչի համար է կենտրոնանում հիմա Արարատի վրա ես ձեզ ասեմ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա գործակալները չփչփում են չփչփում միշտ եմ ասել 5 տարի ես ինչ եթեր եմ անում անընդհատ ասել եմ որ Հայաստանի Հանրապետությունը գործակալների չալտռնի երկիր է դարձել որովհետև Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն ամբողջովին եղել է ռուսական վերջ ասեմ ավելին պետական պաշտոնյաների մեծ մասը հտարական բան է քանի պաշտպանության նախարարությունն են փախած բոլորի ջեբը ռուսական պասպորտով կամ այդ ո՞նց է ԱԱՑ-ն թույլ տվել դա ԱԱՑ-ն ո՞նց է թույլ տվել որ մենք ունենանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի պաշտպանության նախարար ո՞նց է այդպես եղել մի հատ վարիանտ ամեն որ նրանք էլ են եղել նույն տեղից որ նրանք էլ հետևի գրպաններում ունեն այդ պասպորտը ու դու գիտեք թե հեշտ է դա կառավար ԱԱՑ-ն սպეციფიկ կառույցն է որը շատ բարդ է երկրի ղեկավարը չի կարող ներսի բանան ինչքան կարա ինչ որոշակիորեն բայց դա շատ սպეციფიկ կառույց է եւ շատ դժվարությամբ ստացվեց որ ԱՀԿ-ին ԱԱՑ-ն մաքրվեց ԱՀԿ-ին է մաքրվել ես ձեզ ասեմ ԱՀԿ-ին Բայց չխոսեմ կոմերցիոն կապերի մասին, էլ չխոսեմ նրանց անձնական բիզնեսների սրա նրա վրա կամպրոմատներով ձեռներից բաներ տանել, այնքան բաներ կա ժողովուրդ ջան, այնքան բաներ կա։ Էտա հիմա մեր ԱԱՑ-ն համենայն դեպս ԱՀԿ-ին աշխատանք է անում, ԱՀԿ-ին կներեք մենակ 2-3 հատ տերոր է բացահայտել։ 3 հատ տերոր է, այն աշնանային տերենվա թափից սկսած, այս բանը այն Արբատը խաչակիրների ինչ ոս անհասկանալի պահվածքը չորրորդել բան այս տերտերների բանը դա հասկանում ենք ինչ է այդքան կակային մակային հավքելը բանը թմրադեղեր բայց ցավոք սրտի այո մեր բոլոր համակարգերի ներսում են դեռևս վխտում են նմանները ու ասեմ դեռևս բարձրաստիճան պաշտոնյաներից էլ կլինեն դրանցից այդա Եթե այդ բան արվել արտասահմանի մասին շատ լավ օրինակ է գնալ մեր Հայաստանը մնացած բայց լավ կլինի հեշտ չմտածեք որովհետև Հայաստանի Հանրապետությունը ամուր հաստատուն քայլերով գնում է ինքնիշխանության ամենօրյա ամրապնդման ճամփով ամենօրյա ես երեք իզուր չկարդացի ադրբեջանցիների մեզ վճարած գումարի մասին իզուր չկարդացի եթե մեր օթից որ օգտվել են կներեք դա ապրանքի տեղափոխ ապրանք չի լավ մարդ է տեղափոխ օգտվել են մեր բաների լոկացիաների բանից ու փողա տվել մեզ դրա մասին խի լուսաբանում չի եղել խի մենակ ասենք հայկական ժամանակը գրել դրա մասին խի բայց բենզինը տեսեք ոնց սաղովի լցվեցին սա երկակի ստանդարտներ են փորձում մտցնել մեր իրականություն Այո, ես հասարակ բան ասեմ։ Հոգ է բանալին բնականաբար շատ բարդ փուլ ենք մենք անցնում։ Նոր տեսել ենք պատերազմ, նոր տեսել ենք ծանր հետևանքներ ու հիմա առաջարկվում է փորձել խաղաղություն կառուցել։ Շատ բարդ փուլ ենք մենք հիմա անցնում։ Սրա մասին խոսք չկա։ Եվ գիտեք ինչ, երբ որ ուղիղ հենց զոհվածների հարազատներից կամ կռված տղերքից են լինում, որ հենց բորբոքվածությամբ են ընդունում այդ բանը, ես ինչ որտեղ հասկանում եմ։ Հասկանում եմ, ու միշտ չի որ նրանց հետ կմտնեն բանավեճի մեջ։ Նորմալ է, հոգեբանական առումով նորմալ է։ Բայց այ հենց այդպես քայլ առ քայլ է կերտվում այդ ամեն ինչը։ Ես էլի եմ ասում, տարական օրինակ, գնանք Պարսկաստան, այդ կիսատ մնաց այդ թեման։ Ասենք թե հեղափոխությունը եղավ։ Ո՞նց է կարծում Իրանի ժողովուրդը նոր իշխանությունից ինչ է պահանջելու։ Ասեմ, առաջնահերթ Իսրայելի հետ հարաբերությունների լավարկում։ Առաջնահերթ պահանջելու է խաղաղություն, որովհետև Քթին կերել է տասնամյակներով հասկանում եմ արդեն որ Իսրայելի այդ կռիվը իր պատճառների մասին արդեն մոռացել են ինչից է սկսվել ու երկուստեք որդիներ են զոհվում ու չի կարող այդ շրջապտույտը անընդհատ գնալ չի կարող հասկանում եք ու առաջին արդեն այս միտինգների մեջ լսվում էր այդ ձեները որ ինչ Պաղեստին, ինչ բան, ոբշեմ ինչ Իրաք, Իսրայելի հետ էլ պետք է նստել խոսալ, այդ ձեները արդեն լսվում են այդ ընթացքում, այդ պահանջները։ Որովհետև աշխարհում բոլորն են ձգտում խաղաղության։ Բոլոր ոչ ոք չի ցանկանում
զոհվել։ Բոլորն ուզում են ապրել։ Եվ գիտեք ինչ, եթե պետությունները պատերազմական իրավիճակում են ու անընդհատ դա տևական բնույթ է կրում, այդ նշանակում է մի բան, որ երկու երկրների ինստիտուտներն են խամաճիկային պետություններ են դրանք։ Խամաճիկային։ Նրանք զբաղված են իրենց քաղաքացիների անվտանգությունը չհոգալով։ Եվ այն գումարները, որ ծախսվում է բանակներ զինելու վրա, այդ գումարների 10%-ը ծախսվի խաղաղություն կառուցելու վրա, վստահաբար ոչ ոք չի զոհվի։ Եվ այո, մեր դաստիարակությունը եղել է այնպեսին է։ Ես ոչ մեկի այս իմաստով չեմ մեղադրում։ Երդվում եմ ոչ մեկի։ Ես ինքս շատ փոքր ժամանակից սիրել եմ մեր ռազմահայրենասիրական երկերը ու միշտ լսել եմ։ Միշտ։ Ես այդ փիլիսոփայությունը ընդունել եմ։ Այդ մահկամազատությունը ես ընդունել եմ։ Հասկանում եք, միշտ։ Կամ մահիմացիան անմահությունը ես ընդունել եմ։ Բայց գալիս է մի հատ բա, աշխարհ ճանաչողության մի հատ կետի ես հասնում, որ ասում ես, էլի անհրաժեշտության դեպքում պարտավորություն ունենք։ Բայց կներեք, կարելի է ապրել ոչ թե որ բանը հասնի այդ պարտավորությանը, այլ հասնենք նա, որ մեր պետությունը կառուցենք։ Եթե մենք անընդհատ զոհեր տանք, երիտասարդներ զոհենք, հանուն հայրենիքի ու պետության, կներեք, այդ պետության կառուցողն ով լինելու, երեխաները, թե տարեց տոշակառուները։ Ով։ Եվ հանկարծ չստացի, որ ես համաձայն եմ խաղաղություն ամեն գնով, ոչ, նման բան չկա, գոյություն չունի։ Այդ չեմ կննարկում ես, ոչ էլ որևիցե մեկին ուզում եմ ասել, բան, որ բայ տեսեք իշված բանա պատերազմ, այո, պատերազմը չարիք է, եթե գալիս է, պիտի սաղով գնանք, այդ չի քննարկվում հիմա։ Ես ավելի ուրիշ բան եմ ուզում ձեզ հասկացածնեմ։ Ու հիմա քայլ առ քայլ գնում ենք դրան։ Ադրբեջանական կողմը բնականաբար երբեմն սադրում է, ունենալով առավելություն։ Բայց հələ հազար կներեք էլի։ Մի հատ թեմա կա, որ այդ հարցադրումը ես ոչ միտեղ չեմ լսում։ Ասենք օրինակ, շատերը ասում են, մեր սահմանադրությունը պարտադրում են, որ մենք Արցախը ոչ նախ հասարակ բան եմ ասում։ Տենում եմ ես Լևոն Տեր-Պետրոսյանը դե մտել են արդեն խաղի մեջ, չէ, դրանց թիմը ինչեր է խոսում։ Արա 94-ի հրադադարից հետո, որը որ մեր վրա ծախել եք որպես հաղթանակ։ Ճիշտ է, մեզ խաբել եք, ասել եք, որ մենք հաղթեցինք։ Բայց իրականությունը այն է, որ հրադադարը կնքվել մեզ համար հաղթական դիրքերում, այո, մեզ համար նպաստավոր դիրքերում հրադադարը հայտարարվել։ Ես չենք կարող գերագնահատենք կամ թերագնահատենք։ Բայց սրանից հետո, եթե ամեն ինչ այտենց ձեր համար այտենց է, որ մի կողմից ասում եք Արցախը, մի կողմից այն, կարող եք իմանալ, բայց դուք տեղյակ չեք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ Արցախը իրանցն է։ Տեղյակ չեք, բայց ստիպեք թող փոխեն սահմանադրությունը։ Քիչ եք ստիպել, որ փոխեն սահմանադրությունը։ Որովհետև դա դիտարկվում է արտաքին ազդեցություն տվյալ երկրի ներքաղաքական վիճակին, ճիշտ է։ Բախեք դուրս եկել հիմի կարծում թե աշխարհը այն դեպքում չէր թողնում, այս դեպքում կթողնի։ Ու մարդկանց խապում թե բա Թուրքի պահանջով է սահմանադրություն փոխվում։ Մեր սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության մասին է։ Հայաստանի Հանրապետության մասին է մեր սահմանադրությունը։ Հասկանում եք։ Եվ մեր սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում հիմա հարմար չի դրանով աշխատելը։ Պետք է փոփոխվի։ Եւ օրենքները առհասարակ աշխարհում ընդունված բան է, որ օրենքը պիտի այնպեսին լինի, որ տարօրինացման տեղի չտա։ Մեր որ օրենքը ուզում ես բացի կարտա, 10 ձևի կարաս մեկնաբանես։ Դրա համար էլ այսօր բռնում, բաց են տողում, այսօր էլի բռնում, հետո տալիս են այսօր տանում են, հիմա տալիս են այսօր հետ են բերում, հետո էլի տանում են տուն։ Շատ դեպքերում ես մեր դատա իրավական համակարգին այդքան այդ մասը չեմ էլ կարողանում մեղադրել։ Օրենքները տեցն է։ Դեմներն էլ մի հատ ուժեղ թիմ ա լինում, փաստաբանական։ Այդ դատախազներին էլ ինչ անես, այն ամենաուժեղ դատախազները հենակ կգնան մասնավոր փաստաբան կաշխատեն, էլի այդ աշխատավարձով։ Էլ եղավ որ եղավ։ Տեսա, process է, պիտի եփվի գնա, մինչև տեսնենք ինչ ա լինում։ Ինչա։ Ասեմ մի բան, Ռուսաստան ինչքան հայի տուն մտել եմ, ձմեռով բոլորն էլ խմում են ազերչայ, ասում է ուրիշ չկար, ասում է համավա։ Հա, ինչ։ Հա, գակ ջան։ Իհարկե, խի մենակետի։ Ես վստահ եմ, որ այս եթերը նայում են նաև Եվրոպայի մեր հայրենակիցները։ Այ ձեր ցավը տանեմ։ Ես եղել եմ, էլի ես գիտեմ։ Ախպերական ինչ չասեք, որ Եվրոպայում Թուրքի խանութից առևտուր չեք արել, կամ չեք անում, կամ չեք էլ անելու։ Սաղ բերում, սաղ ոնց ուզում բան են անում, հետո բերում մեր վրա դնում են, չէ դուք սենցը պիտի, տենում են ձեր հայրենասերներին, Արշակ Զաքարյանի նմաններին, այդ չեն ձեր հայրենասերները ճակերտավոր, ինչքան մարդասպան ու կիլլեր կա, հելել են եկեղեցի ենք բերում, ախպեր եթե եկեղեցին ձեր եկեղեցին ու ձեր բարոյական արժե համակարգը դա եք կներեք,
կներեք, այդ ուր եք իջացրել հասցրել մեր եկեղեցին։ Ու ես մատ Մարիա Կարապետյանի գրառումը կարդամ, շատ լավն է, իսկապես շատ լավն է։ Մեզ կրոնապետություն չի սպառնում, քանի որ մենք բոլորովին վերջերս ենք դադարել լինել կրոնապետություն։ Մեր կրթությունը անցել է մահ իմացյալ անմահություն խորագրի ներքո, որտեղից մենք իմանայինք, որ ոչ մի պետություն ունեցող ժողովուրդ չի առաջնորդվում ճշմարիտ մնալու եւ դրա համար մահվան պատրաստ լինելու սկզբունքով։ Բոլոր պետությունները ճկուն են, մեր դիտանկյունից խորամանկ ու նույնիսկ նենք, իսկ մենք Սուրբ Վարդանանց ժառանգները։ Եվ երբ մեր եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, ստացվում է նույնը՝ պայքար, հետո մարտիրոսություն։ Խնդիրները լուծելու փոխարեն նահատակության քարոզով են զբաղված նաև բոլոր այն քաղաքական կուսակցություններն ու ուժերը, որ փորձում են ընդօրինակել եկեղեցու քաղաքական լինելու ձևը, մահ կամ ազատությունը։ Եվ այս բանաձևը պարզապես չէր կարող չընկնել այլ պետությունների ձեռքը, որպես գործիք մեզ մեր իսկ գաղափարների միջոցով կառավարելու համար։ Մենք վերջապես դուրս ենք եկել այդ թակարդից, ընտրելով կյանքն ու խաղաղությունը։ Պարզապես մեր եկեղեցու որոշ սպասավորներ տեսնելով, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները տապալում են մեզ մարտիրոսության ճշմարիտ ուղու վրա պահելու իրենց առաքելությունը, ստիպված դուրս են եկել վճռական մարտի։ Այո, եկեղեցին պետք է զբաղվի կուսակրոնության ու կանոնադրության հարցով, որ չզբաղվի ժողովրդի քաղաքական ճակատագրի հարցով։ Մեր եկեղեցին պիտի քաղաքականապես բաց թողնի մեզ։ Մենք արդեն պետություն ունեցող ժողովուրդ ենք։ Սա հենց այն միտքն է, որը միշտ ասել ենք։ Միշտ ասել ենք, մեկ է ես անընդհատ ասել եմ։ Եթե մենք ունենք պետություն, ինչի համար պիտի մեր եկեղեցին կառավարի մեր պետությունը։ Պիտի անպայման մենք պետություն, մեր եկեղեցին իրան լավ է զգում, նու եկեղեցին ասելով խոսքս քրիստոնեական, այս ժամանակարգի մաս չի։ Այն վեղարավոր տենց հակամարտեր են կտրիճ տիպերի մասին է, էլի։ Սրանք իրաց լավ են զգում կայացությունների հետ աշխատելիս։ Այդպես են սովոր, հասկանում եք։ Այդպես են սովոր, պարզապես։ Ինչ պետություն, եթե պետություն կա, իրենց գործառույթն ու կարևորությունը քաղաքական դաշտում փոքրանում է։ Որովհետև կայսրությունների ներսում հայկականության կառավարիչները իրանք են լինում։ Հասկանում եք, կայսրության ներսում ասենք հայերը ապրում են իրենց էթնիկ երկրում, էթնիկ հայրենիքում, բնակության վայրում, բայց այլ պետության շրջանակներում։ Իրենք լինում են կառավարիչը, վերջ։ Հասկանում եք, իսկ եթե պետություն կա, պետության կառավարիչը պետական հայրերն են։ Իրենք երկրորդվում են, իրենց երկրորդված են զգում։ Դրա համար իրանց պատկերացումով ինչքան պետությունը թույլ լինի, այնքան իրանց համար թույն։ Այս է, ստեղ է հարցը։ Ճիշտ է, Ռուզան ջան, ճիշտ է, դες այնքան եղել զապրավկեր նստած ասել ենք միջև գազը լսում մի հատ երկու հատ պիվա խմենք, եկել են մարդ, ինչ գիտես, ադրբեջանցի է, թե հենց թուրք է, կամ պարսիկ է, բայց էլի ադրբեջանցի է, դες չի կարելի, էլի, այդ անցեք այդ բաները։ Իհարկե, պետքա շատ մեծ նրբորեն այս ամեն ինչը գնահատել, որովհետև ժողովուրդ։ Տեսեք, մի հատ լուրջ բանի վրա ուշադրություն դարձնենք։ Մեզ մոտ հոկեբանի մոտ գնալը դեռևս ընդունված չի այդպես, հա, ու մարդիկ կարծում են հոկեբանի մոտ գնալը դա հոկեբուժի մոտ գնալն է ու շատ այնպես բացասական են վերաբերվում, հոգիս չեն գնանք, դա դրա մասին չի։ Հոկեբանի մոտ գնալու կուլտուրա մենք չունենք։ Ցավոք սրտի 44 օրից հետո թե հոկեբանների քանակը կարողա չէր բավարարում եւ թե ծնողների մոտ այդ հոկեբանի մոտ գնալու մշակույթն էր բացակայում, այս մարդիկ իրաց դեպրեսիայի հետ մնացին ու այդ դեպրեսիան իրանց մոտ գնալով խորացավ ու դարձավ ասես մի բան, էլի կարծրացած մի վատ բան։ Հիմա շատ բնական է, որ օրինակ զովասների հարազատները կարան որոշակի չարություն կրեն իրենց մեջ, մեր արտահայտած օրինակ խաղաղություն բառի հանդեպ նաև։ Ես չեմ ներում, ես հասկանում եմ իրենց։ Գիտեք, ես վերցնում եմ ինձ վրա վերցնեմ, տղա ունեմ, ասենք թե ինձ տեղից հեռու, գնացել է պատերազմ, զոհվել է։ Բնական է իմ վրեժը երբեք չի թույլ տալու։ Երբեք անհնար է դա։ Ես ընդհանրապես շատ հնարավոր է ձգտեմ էլի կարելի լինի, որ ես գնամ, ասես մի բան կարողանամ քերեմ, ես մի կերպ սպառեմ իմ մեջ այդ վրեժի զգացողությունը։ Ու եթե ես այդ ժամանակ տեսնեմ, որ դա չի լինում, բայց կողքերս խոսում են խաղաղությունից, ես բնական խանդով կլացվեմ, որովհետև կասեմ, իմ տղան էլ կարող էր ոչնել ու վայելել խաղաղությունը։ Ու գիտեք, այսպես նյուանսներ գոյություն ունի, ես դրա համար չեմ, մենք ընդհակառակ իրենց հետ պիտի զրուցենք, պիտի շփվենք, պիտի հասկացնենք այդ մարդկանց, որ ծավալները տան մենք ձեզ մինչև սերունդներով պարտական ենք եւ սերունդներով խոնարհվում ենք ձեր առաջ, որովհետեւ ձեր որդիները, մեր բոլորիս տղերքը այս խաղաղության կայացման համար իրաց կյանքը զոհեցին։ Մեր պետության գոյության, պետականության գոյության
խաղաղության հաստատման ու այս մեր ապրելու համար իրանց կյանքը դեցին։ Մենք սա պիտի հասկացնենք այդ մանը, որ չմտածեն թե իրանց տղեր կանոն ոչինչ, մանավանդ որ Արցախում են զոհվելու ցավոք Արցախի վիճակն էլ է, հա, այդ ասացի, հիշեցի, մի հատ էլ Սրանց մոտիլով կեկից էլի, բայց եկեք ծանոթանանք ու տեսեք ոնց են տարածում սենց էշությունը սրանք։ Արա։ Սրանք ոնց կարելի է էլի, արա, ոնց կարելի է այսքան առհամարել բոլորի գիտակցությունը էլի, կներեք։ Այսի զվուկը, այսի սրա զվուկը, նատ նայեք էլի։ Համենը բնակչությունը փրկելու, բնակչության անվտանգությունը ապահովելու շարժարի։ Հիմա բարթել այդ ամեն ինչը նախագահի վրա, այսինքն մարդը անում ամեն ինչ որպեսզի 120,000 բնակչություն փրկի։ Որևէ մեկը դա այստեղ ներկա որևէ մեկը ով կասի, ես նման հրամանագի օրինակ չէի ստորագրի, կամ ես նման հայտարարություն չէի տա։ Հիմա եթե հետ դառնանք այդ իրադարձությունները, ես վստահ եմ, որ նախագահը նույն կերպ է վարվելու։ Ես էլ լինեմ իր փոխարեն, ես էլ եմ նույն կերպ վարվելու։ Այս սա փրկություն է։ Եվ դա եղել է Դու չես լինի ապեր նախագահ կամ նման կարևոր ինչ-որ մեկը ասում ես հետ գնանք, ուղղակի հետ գնանք, ուղղակի պիտի գնանք քեզ համար մի քիչ ավելի անհարմար տեղից սկսենք։ Հիմա էլ փորձում են ներկայացնել, որ Շահրամանյանը ստիպված է փաստաթուղթը ստորագրել, որ 120,000 արցախցու կյանք փրկի։ Այն մյուս կողմից էլ ասում են, իրանք էլ գերի ինքան, որովհետև որոշել էին չլքեին Արցախը, մինչև վերջին հայը դուրս կգա այնտեղ։ Նայեք ինչեր են տալկատանում։ Իհարկե մենք այլ տվյալներ ունենք ու բազմաթիվ այլ տվյալներ հրապարակել ենք, թե ով ոնց է, էլի Ոնց ա եղել որ գերի են ընկել, լավ տնենք էդի մի կողմ, ամեն դեպքում գերության մեջ են շատ չխորանանք, բայց ինչ վերաբերում է Շահրամանյանին փաստաթուղթ ստորագրելուն։ Գիտես ինչ, այո, եթե մեկը ապուշություն անում, բերում է ոչ լեգիտիմ մեկին է տնգցնում է այնտեղ, թշնամու քթի տակ, թշնամով շրջափակված վիճակում, այդ 10 օրը հենց լավ է, որ 10 օրը անցել է, կարող հենց մի ժամից կարող ստորագրվել արդեն, հասկանում եք, որովհետև դու տենում եք աշխարհում օրինակ Գնաց Թրամփը Վենեսուելայից նախագահին վերցրեց բերեց, չէ՞։ Ոնց է կարծում, եթե լեգիտիմության խնդիր չլիներ, կկարողանար դա անել, չէ, հնարավորությունները կներեր, բայց կաներ դա, չէր անի դա։ Այն մենք լեգիտիմություն բառի կարևորությունը այդքան էլ չենք ըմբռնում։ Հայաստանի Հանրապետությունն արել է ամեն բան, այո Արարատ Միրզոյանն էլ հետը, որպեսզի Արցախի ղեկավարը հանդիպի Ադրբեջանի ղեկավարի հետ։ Որպեսզի հանդիպեն։ Հանդիպում այդ պրոտոկոլը Ալիևի մոտ ինչ էր գրվելու, ում հետ է հանդիպում։ Դա արդեն որոշակի քայլ էր, լրջակույն քայլ։ Այդ քայլի համար դուք չեք պատկերացնի ինչ ահռելի աշխատանք պիտի տարվեր։ Ինչ արեցին։ Գանե Բարոյան, ինչ ես ասում ստախոստական։ Եթե հա լսի ինձ, լսի։ Սոֆիայում պիտի հանդիպեին։ Այդ հանդիպումը պիտի լիներ փակ, իմիջիալից այդ հանդիպումից մի քանի ամիս առաջ մեկը ես գիտեի, որ այդպես բան նախապատրաստվում է։ Ու շատ թաքուն ձևով էր նախապատրաստվում, անգամ նախապայմաններ կար դրված։ Ես չգիտեմ այդ հանդիպումից հետո ինչ կլիներ, ինչ չէր լինի։ Հասկանում ես։ Դրա հաջորդ քայլը ինչ կլիներ, կամ որ BBC-ն ինտերվյու էր վերցնում Արայիկից, եթե Արայիկը չպահանջեր աշխարհից, որ Ռուսաստանին միջազգային մանդատ տվեք, այդ ապուշ խոսույթը չաներ, այն պարագայում երբ որ Ռուսաստանին ամբողջ աշխարհը տերորիստ է պրիզնատ գալիս, ու որոշել են, որ Արցախի համար հեսա աշխարհը պիտի զաբնի դնի, հա, եկա Ուկրաինայի թեման դրված։ Այս էշությունները եթե չանեին, ու վերջապես իրենց մոտ հեղաշրջում չանեին, ու բերեին մեկին ում օգնական առնվազն Սարխանն է եղել, ով անգամ որպես ԱԱԾ-տնօրեն իրան անվտանգության բան չի արդարացրել իրան, որովհետև այդքան դավաճաններ անտեղ եղել քթների տաքսկի դա չի կարողացել բանանի, բերել նախագահ կարգել, այստեղ ուռա հայրենասիրություն խաղալ, այ դուք կտեսնեք, թե Ռուսաստանը իրականում ինչ դաշնակից է, մենք դեմս Ռուսաստանի կունենանք հզոր Արցախ, ու հես այդ հարցը լուծում ենք ու տեսեք ոնց ենք Հայաստանի հարցն էլ հետը լուծում։ 10 օր, Ալիև ասես մի րոպե։ Մի րոպե, ում հետ հանդիպեմ։ Ասենք, օրինակ, եկեք թշնամու աչքով նայենք իրադարձություններին։ Ախպեր ես 2 տարի է, սրանք ինձ բան են անում, որ ժողովուրդը Արցախի կատարել ընտրություն ունի առաջնորդ։ Ըստ իրենց նախագահ, բայց ընդհանուր առմամբ աշխարհի տեսանկյունից առաջնորդ։ Ու հիմա ինձ պարտադրում ստիպում են, որպեսզի ես այնտեղի առաջնորդի հետ հանդիպեմ։ Ես ստիպված գնացել եմ այդ քայլին։ Հիմա սրանք վերցրել են ու առաջնորդին փոխել են ոչ լեգիտիմ ձևով, ժողովուրդ չի ընտրել նրան։ Այնտեղ առաջնորդ չկա։
Ես էլ չեմ կարող իմ տարածքում թույլ տամ, որ ասես իր տեսանկյունից արդեն խաժամուր մարդկանց խումբ ու իր ձևակերպումները մոտավորապես այդպես էլ անում էր այդ իր խլամչիկը։ Եվ մենք այդ հնարավորությունը տվենք։ Բայց բարձա որ հասնի արդեն դրա պիտի գնաս վախից չնայած կարող եւ չստորագրել, այո։ Կարար չստորագրել։ Գոնե մեկը հերոսանար էլի այդ բազարի մեջ։ Այդ վերխուշկեքի միջից գոնե մեկը թող հերոսանար էլի։ Պարտադրում են չեմ ստորագրում ախտեր։ Չեմ կարող ես դες բան ստորագրել։ Ընդ որում ես խիստ կասկածում եմ, թե ցեղասպանական դրսևորում տեղի կունենար այնտեղ ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Այդ իրավիճակում։ Չեմ կարծում։ Շատ վատ ճշում էր կլինի, ես չգիտեմ ոնց ինչ, բայց հնարավոր էր։ Եվ մեկ էլ եք տուֆտում եք որ ինչ։ Ում եք սրբագրում։ Ում եք սրբագրում։ Բայց եթե տենց է, բախի եք Նիկոլին անուն դնում արա։ Բայց նոյեմբերի 9-ին չստորագրել ինչ աներ, շարունակեր։ Ինչը շարունակեր։ 4 կողմից արդեն 20,000-անոց բանը արդեն 4 կողմից հայտնվել էր բանի մեջ, կալցոյի մեջ, սխմելու են կալցոյն ու всё վերջացնեն, ավելի մեծ զոհերով։ Բայց ելեք ասեք, բա ինչ անել, պիտի նոյեմբերի 9-ը ստորագրել, բա ի՞նչ եք ասում, որպեսի փրկեր այդ նույն 120,000-ի գումարած մի 20-30,000 էլ զորքի կյանքը, բա ի՞նչ եք գնահատում այդ նույն ձևով։ Ինչն է այնտեղ աշխատում, որ ստեջ ընդ որում լեգիտիմ ղեկավար։ Չէ, գիտեք, շատ կան կրված տղերքից հատկապես, որ մի փոքր այդպես բույնի են լինում, ասում են կամ մարկանցից, ովքեր որ պատրաստ են եղել գնան, բայց այդպես էլ իրանց չեն կանչել։ Այո, ուր կանչեն ախպեր։ Մենք դες պատմում ենք այդ կռիվը ինչ կռիվ է եղել։ Որևիցե մեկը հələ չի ասել, չէ, տենց չի եղել։ Այդ կռիվի մեջ եղել է տեխնիկայի կռիվ։ Այդ տեխնիկայի դեմ համապատասխան ինչքան շատ մարդ լիներ, այնքան շատ զոհ ենք տալու։ Բայց մյուս կողմից էլ, այո, արհեստական խոչընդոտներ են եղել։ Որովհետև կներեք երկու տարվա իշխանությունը չհասցրել մեր վային կամատներն ու բանակը սովետական փտած համակարգից կարգի բերի դարձնի, չգիտեմ, ժամանակակից այնպեսի մի բան, որ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիայով ու տեխնիկայով դեմներից կռվողի դեմը առնծվի։ Կազմակերպված լինենք այդքան։ Հազարը թարց կա։ Դեռ չէր կարող, բայց եթե հնարավոր լիներ, այնա կպային։ Տղերքը, ես ասում եմ, ոչ մեկը չեն կարող գլուխ կողեն, բացարձակ ոչ մեկը դրա իրավունքը չունենք։ Մեր 18-ից 20 տարեկան տղերքն են 99%-ով 99%-ը մեր 18-ից 20 տարեկան տղերքն են, որ 44 օր այդ կռիվը ձգել են։ Շատ ծանր բան հասցնելով մեր թշնամուն։ Ով եթե հեշտությամբ տրվեր հաղթանակը, վստահեք Սյունիքի համար կռիվ ենք տալու, էլի անկախատեսելի ելքով։ Տեսեք հիմա ես շատ ցավում եմ այդ մարդու համար, ով այս տերորիզմի թեմաներով դատվում է, ու ասում է, բա ոնց ես հասկանամ, հենա վարչապետը ասում է, բանա, մի րոպե ես տեսնեմ կարող եմ գտնել արագ այդ, պիտի որ առանձնացրած լինեմ էլի։ Ու մարդուն էլ կողքից որ ֆիթը տալիս են, բնական է, չէ, որ ավելի բան կլինի, մանավանդ տղա է կորցրել, պատերազմում զոհվել է տղեն, բա մարդը այս տերտերների տերորի թիմի մեջ ես իր համար առհասարակ ցանկացած զոհվածի ծնող ով հայտնում է այս վիճակում, անկախ նրանից անգամ իմ հետ հանդեպ ինչ վերաբերմունք ունեցել, ես շատ վատ եմ տանում, ու ահա, հեսա, գտա։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, ո՞նց կարաս ասես, եթե այս մարդուն ճիշտ չեն ցանկանում բացատրեն։ Օրինակ, նայեք։ Դատարանից մի քանի օր առաջվա է։ Ինչ ասում եք տերորիստ։ 5000 տղա զոհացի անունը ինչ կտակ, ասեք էլի։ Ինքը իր բերնով ասել է, որ ես եմ սպանել, կարա չսպանեի, այս արդյունքը ստանալու ենք։ Բայց իմ քաշի համար սպանել եմ։ Հիմա այսօր ասում եք, դու նախապատրաստում ես հայ սպանես, այն մարդը արդեն 5000 հոգի սպանել է։ Հաստատ չէ։ Ես որը Հասկացաք չէ խոսքը ինչի մասին է։ Ծնողներին այս եմ դնում, որ վարչապետը մի անգամ ելույթի ժամանակ ասեց, այդ պատերազմը կարար չլիներ, բայց ունենալու ենք նույն արդյունքը առանց զոհերի, բայց հետո միտքը արդեն շարունակությունը չեն ցանկանում ոչ ոք ըմբռնել։ Նայեք, պատկերացրեք, վարչապետը դուրս է գալիս, ասում է հեղափոխությունից հետո հատկապես այդ լեգիտիմության մեջ, ասում է ժողովուրդ, այս վիճակն է։ Չնայած այդտեղ բլոկել էին հանրապետականները, նա չէր կարող դա ասել, դա անհնարավոր ասել ու ժողովուրդն էլ ընդուներ կամ ճիշտ հասկանար, բայց այն որովհետև բլոկել էին, ասելով սրանք եկել են հողեր տալու։ Եթե այդ խոսույթը օգտագործած չլինեն, հնարավոր է վարչապետը ասել։ Բայց այո, ընդդիմության գործառույթներ հակապետական հենց նաև այդտեղ է կայանում։ Նայեք, եթե անգամ վեր կենար ասեր, ես լավագույն տարբերակներն եմ ասում։ Ու եթե անգամ մենք էլ ճիշտ հասկանայինք, ասենք հա դե եթե տենց մոմենտա տուր ախպեր,
Մեկը Ադրբեջանը արդեն պատրաստվել էր կռվելու եւ խնդիրը Արցախի խնդիրը արդեն աշխարհում դարձել էր երկրորդական ու աշխարհում ասելով տարածաշրջան առաջնային գոնե հիմա պիտի բոլորիդ པարզ լինի որ եղել է Սյունիքի մարզը առաջնային իրանց խնդիրը դա է եղել ու այդ զենքերը մենակ մի գնումով 5 միլիարդի զենք մյուս ուղղակի հարգարժանցողը չի ըմբռնում այստեղ որտեղ ցավի մեջ են շատ դեպքերում ասես է բացատրել մեկա չեն ընդունել ու նորմալ է ոչինչ ժամանակի հետ ընկնի տեղը մենակ ես չգիտեմ շատ ափսոսում եմ ասես մարդկանց որ օգտագործում են այդ սրիկաները էլի ասենք ոչ մեկ հաստատ ականջի չի լցրել որ Լուկաշենկոն Ռուսաստանի թևը օգնում էր Ալիևին ըստ իրենց խոստովանության ամեն դեպքում նայեք այդ զենքերը պիտի կրակեին ու պիտի կրակեին մեր ուղղությամբ Պահանջը ոնց է, ասենք պատկերացեք, ոնց եք պատկերացնում դիվանագիտական դաշտ, ասում ես պիտի տաս, մանավանդ որ խոսք եք տվել 30 տարի տալու մասին, այնպես ասում հալա վեկան։ Եվ որ հանկարծ ասում վեկան, ասում բայն է պիտի տաս, արդեն ասում վсё բռնել եմ սրա ես տեղը։ Ու սկսում ավելի մեծացնել պահանջները, չէ պատերազմ։ Ու այդ պատերազմը լինելու էր արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում, ու մենք չենք բրցնելու 3833 զոհերով։ Նմիջայլոց այստեղ դարձել է 5000 թիվը հնչում է Ոչինչ իրապարակայում անցնենք առաջ, հա, չկենտրոնանանք, բայց ամեն դեպքում ես խնդրում եմ այդ թիվը փորձեք մոռանալ։ Իմիջիալոց ասեմ, հունվարի 27-ին բոլոր ժամանակների մեր հերոսների հիշատակի օրն է, ու ես այդ օրը առանձին 44 օրյայի զոհվածների բոլոր անունները կարդալու եմ 3833-ին ու խնդրելու եմ, որպեսզի շատ տարածեք ինքն քիչ երկար եթե կարող ստացվի, բայց ես դա պիտի անեմ ու խնդրելու եմ շատ տարածեք ժողովուրդ ջան, որ եթե լինի մեկը ում անունը այնտեղ չի եղել, ունենանք փաստ։ Եթե եղել է, ուրեմն սրանից հետո ով այդ տվից ավելի թիվ ասեց, շատ կոպիտ անդրադառնանք։ Մենք առաջինը մենք պիտի հասկանանք, որ 44 ճակատ դիմադրելու կներեք կորավ է սրանք գրեցին Վայ, հետաքրքիր թեմա էր երևում է մեր հա, հեսա ճակատ դիմադրել ու սաստկացել են իրենից քանի անգամ տեխնիկապես գերազանցող թշնամուն այո իրենց կյանքի գնով ու մենք չդառնանք ռուսական օբլաստ բոլորը արժանյան ազգային հերոսություն նայեք հարցը մենակ մի քանի անգամ գերազանցող զենքը չի որովհետև շատ պատերազմներ մի քանի անգամ գերազանցող զենքի դեմ կռվել ենք ու ստացվել է մեզ մոտ այս անգամ էլ կստացվեր հարցը այլ տեսակի զենքերի մասին է այլ տեսակի որոնց մասին վստահաբար մենք ունեցել ենք տեղեկատվություն, բայց հավուր պատշաճի չենք հասցրել պատրաստել, չգիտես թե ինչու, բայց հասցրել ենք Սևանում օրինակ արգելված գոտիներում սեփական դաչաներ դնել։ Այսինքն խոսքը ոչ թե 10 հատ օրինակ նետո աղեղի դեմ 1000 հատ նետո աղեղեր դրա համար իրանք հաղթեցին, չէ, այլ 10 հատ նետո աղեղի մեջ 100 հատ մուշկետ դեմ 20 հատ մուշկետ էր։ Այսինքն համ շատ էր, համ այլ զարգացած զենք։ Նա թե հիշեք Հերմես էր օթում փռում։ Հասկանում եք Նա հիշեք ինչ տեխնիկաների մասին էր խոսքում մեր տղերքը ինչեր են խոցում բայց այդ խոցելու զենքերը այնքան արդիական չեն ու այդ մի քանի հաջողությունները տեղային չեն կարող լուրջ ելք որոշել պատերազմի առավել ևս որ կոնսենսուսը վաղուց ձևավորված էր վաղուց դրա մասին ինքնախոստովանականով հանդես է եկել թե Շոյգուն թե Լուկաշենկոն թե Պուտինը բոլորը Հիմա ես չգիտեմ, այստեղ խեն էլի անընդհատ բերում ու նորից փորձում շահարկել քաղաքական process-ների մեջ եւ ոչ թե ցավից դրտված կամ մտածմունքներից դրտված շահարկել հերոսների նրանց անունները, Արցախը եւ այլն, չգիտեմ։ Ну, գիտեմ, բայց վերջ է։ Վերջ։ Դա լավ բան չի։ Հա Վարչապետն էլ քանի անգամ ասեց, որ հենց հիմի կարող են կանգնեցնել պատերազմը, բայց անգամ դա ունի իր արժեքը, իր գինը, գին ունի, պատերազմը սկսողը թշնամին է, ու թշնամին ասում է, մենակ այս դեպքում կկանգնեմ, վարչապետը կարծես ասում է, հենց հիմի կարող ենք կանգնացնենք, ներքին կարգով փակ բաներով հաստրել է, երևի պահանջները ինչպիսին են, չէ, համաձայն չենք, կռվում ենք, Անկամ երբ որ դու բերում ես միջազգային խաղապահուժեր, այդ ամենը չէ, արժեք ունի։ Գին ունի։ Բայց մենք չէ ախպեր չէ, ոնց։ Խոսքով։ Չգիտեմ, ոնց որ ստացվեց, ահագին զրուցեցինք ժողովուրդ ջան։ Երևի
Այսքանով ինչ անենք, վերջացնենք, թե ինչ որ, հա, մի րոպե, 27 րոպե առաջ, ես ինչ է, մեր Գարեգինը քսել, Գարեգին ստեղ ես, եթերի մեջ ես ինչ է, 99 թվականից մինչև 26 թվականը Իրանում լայնածավալ հանրահավաքների 12 փորձ է եղել, նախորդ 11 փորձերը անհաջող էին, բայց 12-րդ փորձն այժմ ակտիվորեն ընդլայնվում է, այստեղ հետաքրքիրն է, որ առաջին անգամ արևմտյան լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն օգնել այս միջոցառման լուսաբանմանը, տեսեք ինչքան կարևոր է դա, շատ կարևոր է նաև, որ Մասկի Starlink ցանցը սկսել է աշխատել Իրանի հարցում։ Արդյունքում Իրանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները գործադուլ են հայտարարել, ուսանողներն ու այլ երիտասարդները նույնպես ակտիվորեն օգնում են։ Մի քանի քաղաքներ արդեն լիովին գտնվում են ցուցարարների վերահսկողության տակ։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ եթե ցուցարարների վրա քարագուված են, ԱՄՆ-ն կգա այցելելու Խամենեին։ Իրանի հոգևոր առաջնորդի մասին խոսելով նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ եւ որոշ տեղեկությունների համաձայն արդեն պատրաստ է թռչել Մոսկվա, որտեղ Ասադի եւ Յանուկովիչի հետ միասին կնշի իր թոշակի անցնել եւ իր կառավարման ավարտը, այո, ամեն ինչը հնարավոր է։ Ես էլ սպասում եմ երևի դրան, բայց ժողովուրդ էլի եմ կրկնում, եկեք գնահատենք այն հանգամանքը, որ այս Իրանում ինչ որ կատարվում է, եթե մեր դիվանական գիտական բլոկը եւ մեր իշխանությունները այս պարագայում չհասցնեն այս իրավիճակին, նախաստորագրումները ռազմավարական փաստաթղթերի ստորագրումները Միացյալ Նահանգների, Չինաստանի հետ, բոլոր կողմերի հետ, դուք նայեք ինչ մակարդակի աշխատանքներ ա գնացել քրտնաջար։ Ես վստահ եմ պարզապես, որ այս ամեն ինչից օգտվելու էր Ալիևը, բայց իհարկե արտաքին ուժերի թողտվությամբ, որովհետև արտաքին ուժերը, արտաքին աշխարհը սիրում է ուժեղ խաղացող, նրանք չեն սիրում թույլերին։ Այսպես ժողովուրդ ջան, լավ եղեք, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, ամեն ինչ շատ լավ ա լինելու, բարի գիշեր ձեզ։